Բարի երեկո։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանք գտնելու հարցում աջակցելու նպատակով Երևանում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ։ Այն կազմակերպել են Ունիսոն հասարակական կազմակերպությունը եւ Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը համատեղ։ Այն իրականացվել է Save the Children կազմակերպության Life ծրագրի շրջանակներում։ Life կամ հայերեն անվանումը ամբողջական տարբերակով կհնչի այսպես հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով։ Սա առիթ է խոսելու եւ այս աշխատանքի տոնավաճառի եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին ընդհանրապես։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Ունիսոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի եւ Save the Children կազմակերպության Life ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովայի հետ։ Բարի երեկո։ Մինչև տոնավաճառին եւ խնդիրներին անդրադառնալը մեկ ճշգրտում եմ ուզում անել, որ շատերը ուշադրություն չեն դարձնում, համարում են միգուցե որ մանրուք է, բայց կարծում եմ մանրուք չի եւ շատ կարեւոր է։ Խոսքը այս խմբի մարդկանց մասին խոսելիս օգտագործվող ձևակերպումների մասին է, որ ձևակերպումն է, որ ճիշտ է, ճշգրիտ է եւ կոռեկտ։ Այս հարցում բարեբախտաբար կա կոնսենսուս այդ ոլորտում բոլոր ակտիվ կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների մոտ, որ ճիշտ ձևակերպումն է հաշմանդամություն ունեցող անձինք կամ մարդիկ, իսկ եթե խոսքը կոնկրետ ինչ-որ տեսակի մասին է, բնականաբար կարելի է նկարագրել սայլակ օգտագործող անձինք կամ չտեսնող, կամ վատ լսող, կամ չլսող եւ այլն։ Եվ այդ դեպքում շնորհակալ եմ այդ հարցադրման համար, քանի որ հաճախ հատկապես ռուսական ալիքներից պատճենահանվում է համանապակ հնարավորություններով մարդիկ կարծրատիպային տերմինը, որը բնականաբար հատկապես աշխատանք գտնելու հարցում նույնիսկ խանգարում է մեզ, քանի որ բնականաբար գործատուն ուզում է ոչ թե համանապակ հնարավորություններով անձին ընդունի, այլ անսահմանափակ իր ոլորտում, իր մասնագիտության եւ հմտություններին համապատասխան։ Այդ առումով շատ լավ է նեյտրալ, պես ասած, ինչպես նաև կոնվենցիա ենք մենք վավերացրել Հայաստանը 2010 թվականին արդեն ուժի մեջ է մտել նորից այդպես նույն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա։ Շատ լավ, մնացյալ ձևակերպումները ուրեմն կամ սխալ են կամ ոչ կոռեկտ։ Անընդհատ խոսվում է այն մասին, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ունեն իրավունք անկախ, ինքնուրույն, արժանապատիվ կյանքով ապրելու։ Հիմա փորձենք այս 30 րոպեի ընթացքում ինչքան հնարավոր է պարզել, թե նախ ինչ է պետք, որպեսզի մարդիկ կարողանան իրագործել իրենց այդ իրավունքները։ Այս անհրաժեշտությունների շարքում որն է ամենաառաջինը, ամենակարևորը։ Կարծում եմ ճիշտ կլինի պարոն Ալավերդյանը սկսի, ես շարունակեմ խոսքը։ Խնդիրները շատ են եւ եթե կարճ փորձենք ձևակերպել պատասխանը ձեր հարցի, ապա իրոք հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն իրավունքները, ինչ որ այլ քաղաքացիներ, այլ հայրենակիցներ եւ բնականաբար դրա համար անհրաժեշտ են որոշ լրացուցիչ գործողություններ։ Հենց դրա համար էլ ընդունվում են լրացուցիչ ինչ-որ օրենքներ, այդ նույն այդ կոնվենցիաներ եւ այլն։ Պետությունը իր վրա ստանձնում է պարտականություն ապահովել մարդու արժանապատիվ կյանքը, իսկ հաշմանդամություն ունեցող անձի ինքնուրույն կյանք ապահովելու համար անհրաժեշտ է հատկապես դժվարաշարժ մարդկանց պարագայում անարգել տեղաշարժի հնարավորությունը, շատ է խոսում թե քարտակների եւ վերելակների եւ նման բաների մասին, մենք ավելին ենք հորդորում անել, երբ որ նախագծվում են նոր շինություններ, ոչ թե վերակառուցում։ Եկեք այսպես առաջ շարժվենք, հա, թվարկեցինք առաջինը անարգել շարժվելու հնարավորություն, այսինքն հարմարավետ միջավայր։ Եկեք թվարկենք եւ հերթով անցնենք, թե որ մասով բաղադրիչով ինչ իրավիճակ ունենք մենք։ Լավ, ուրեմն ուղղակի ես ավարտեմ միտքս, որ միանգամից անարգելը անելը պետք է, այլ ոչ թե անել կառուցել, նախագծել աստիճաններ, հետո մտածել ինչ թե քարտակով դրանք չեզոքացնել։ Իսկ բնականաբար ուրախալի փոփոխություն է մեր երկրում վերջին տարիների ընթացքում, որ առաջնահերթ է դարձել հենց աշխատանքի ապահովման հարցը։ Բնականաբար դա բխում է նաև ոչ միայն մարդկանց մտածելակերպի փոփոխությունից, մարդկանց ակտիվությունից եւ այդ հավասար եւ ինքնուրույն կյանք վարելու ցանկությունից, այլ
նաև նրանց հնարավորություններից, նրանց հմտություններից, որոնք իհարկե շատ սերտորեն կապված են կրթության հիմնահարցերի հետ, այդ առումով ուրեմն կրթությունը մենք չենք կարող ուղղակի շրջանցել, դա առաջնահերթ խնդիրներից մեկը։ Եվ իհարկե ես կուզենայի նշել նաև մշակութային եւ սպորտային եւ հատկապես մշակույթին ներառվելու խնդիրը, որը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև որոշակի այլ հոգեբանական եւ այլ խոչընդոտների պատճառով դժվարանում է մեր երկրում։ Շատ լավ, ուրեմն մենք նշեցինք հիմնականում 4 խնդիրներ, ինձ թվում է ամենակարևորները, թեև գիտեմ, որ խնդիրները շատ են, այդ թվում եւ հոգեբանական, վերաբերմունքի, չգիտեմ, պետության կողմից, հանրային հասարակության կողմից եւ այլն եւ այլն։ Ես կուզեմ սրա վերաբերյալ ավելացնել, ծրագրի հենց ամենասկզբից մենք անցկացրինք հետազոտություն, փորձում էինք ճշտել Հայաստանի Հանրապետությունում հանրության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ եւ անշուշտ իհարկե աշխատանքի իրավունքի իրացման նկատմամբ եւ մեզ շատ զարմացրեց այն պատասխանը, որ մենք ստացանք։ Իրականում պարզվում է, որ չնայած նրան, որ մենք բոլորս վստահ ենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ մեր վերաբերմունքը դրական է, այն իրականում դիտվում է փորձագետների կողմից ինչպես մեծամասամբ բացասական, որովհետեւ մեր ազգաբնակչությունը հիմնականում վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց խղճահարությամբ։ Իսա միանշանակորեն չի կարող լինել դրական զգացմունք մի կողմից եւ մյուս կողմից այն չի բերում հավասար հնարավորություններին, այն չի բերում հավասար իրավունքներին։ Եթե մի խումբը փորձում է իրեն ավելի բարձր դասել մյուս խմբից, այստեղ արդեն մենք խնդիր ունենք։ Եվ անշուշտ սա եւ այլ տեսակի կարծրատիպային վերաբերմունքը նույնպես բերում է եւ նույնպես առաջացնում է խոչընդոտ հասարակության կողմից, խոչընդոտ գործատուների կողմից եւ վերջի բերում է նրան, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց հնարավորությունների եւ կարողությունների վերաբերյալ արդեն թերհավատ վերաբերմունք են ունենում, չեն կարողանում ճիշտ գտնել իրենց տեղ։ Այսինքն առաջին բանը, որ պիտի արվի, հանրային վերաբերմունքը փոխելն է։ Այո, բայց ես կարծում եմ, որ սրանք պետք է լինեն համալիր գործողություններ։ Մենք չենք կարող թողնել ամեն ինչը մի կողմ եւ զբաղվել միայն հանրային վերաբերմունքով։ Ես կարծում եմ, որ բազմաթիվ գործողությունների արդյունքում մենք ունենանք տարբեր նվաճումներ եւ դրա հետ մեկտեղ նաեւ հանրային կարծիքի փոփոխություն։ Լավ, այս շարքում, քանի որ մեր հանդիպման առիթը աշխատանքի տոնավաճառն է, խոսենք աշխատանքի իրավունքի իրացման հնարավորությունների մասին։ Ընդհանրապես, ինչպիսին են այդ հնարավորությունները եւ այս կարգի միջոցառումները, այս կարգի ձեռնարկները, աշխատանքի տոնավաճառները ինչքանով են գալիս լրացնելու այդ բացը, ինչքանով են գալիս լուծելու այդ խնդիրը։ Մեր սովետական տարիների ժառանգությունը բավականին մեծ խոչընդոտ է հանդիսացել, հատկապես անկախության առաջին տարիներին այդ իրավունքի իրացման համար, քանի որ այդ կարծրատիպը շատ ուժեղ էր, որ հաշմանդամություն ունեցող անձին ընդամենը անհրաժեշտ է աջակցություն, օգնություն, թոշակ, չգիտեմ, սայլակ եւ վերջ։ Իսկ որպես աշխատուժ չէին էլ դիտարկում արդեն, նույնիսկ փաստաթղթերի մեջ գրվում է անաշխատունակ, այսինքն դա որպես ներուժը անտեսվել է։ Այո, դա որպես հոմանիշ հաշմանդամություն, այնպես ասած, անաշխատունակ, բայց հիմա մենք ականատեսենք, որ հարյուրավոր, հազարավոր մարդիկ հաջողությամբ աշխատում են եւ նրանց ընդունած կազմակերպությունները ոչ թե սնանկանում են, այլ հպարտանում են իրենց աշխատուժով եւ առաջ են գնում։ Հարյուրավոր, հազարավոր մեր երկրի մասին էր թե ընդհանրապես։ Նու հազարավոր ես կասեմ, միայն LIFE այդ ծրագրի շրջանակներում, որ 2012 թվականից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությամբ իրականացնում են բոլորը Save the Children, Unison եւ գործընկեր կազմակերպությունները, դա ասեմ 500-ից ավել անձ է ընդունվել աշխատանքի։ Դա զուտ թվային ինչ-որ արդյունք է, բայց իհարկե ազդեցությունը շատ ավելի մեծ է։ Իրոք սկսվում է մտածելակերպ փոխվել, իրոք սկսվում է մեխանիզմ գործել, այդ պետություն, հա, միջազգային կազմակերպություն, հասարակական կազմակերպություն եւ կոնկրետ անձ, այդ կապը կարծես դա սերտանում է եւ բերում է շոշափելի արդյունքների։ Այս տոնավաճառները առաջին անգամ չի որ կազմակերպվում է, չէ՞։ Ընդհանրապես ինչ արդյունավետություն ունեն, ինչ է առաջարկվում, արդյոք այդ առաջարկները եւ հնարավորությունները համարժեք են եւ մարդիկ կարողանում են աշխատանք գտնել։
Աշխատանքի տոնավաճառը, այսօր անցկացած աշխատանքի տոնավաճառը արդեն 4-րդն էր լայվ ծրագրի շրջանակներում եւ 5-րդն էր Հայաստանում, որովհետեւ մեկը արդեն իսկ կազմակերպվել էր 2000-ական թվականներին Ունիսոն կազմակերպության կողմից եւ այնքան արդյունավետ էր եղել, որ երբ որ նախագծվում էր մեր ծրագիրը, երբ որ մտածում էինք հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդրի լուծման ուղղությամբ, առաջին իսկ պահին աշխատանքի տոնավաճառները դրվեցին ինչպես արդյունավետ միջոցներից մեկը այն ճանապարհին, որ մենք փորձում էինք հաղթահարել։ Եվ պետք է ձեզ ասեմ, որ այո, այսօր այն արդյունքները, որ ստացել ենք լայվ ծրագրի շրջանակներում, բավականին տպավորիչ են։ Պատկերացրեք, ընդամենը 3 տարվա ընթացքում 500-ից ավել հաշմանդամություն ունեցող անձ աշխատանք են ստացել, երկարաժամկետ աշխատանք են ստացել։ Բայց պետք է ձեզ ասեմ, որ սա միայն աշխատանքի տոնավաճառների արդյունքը չէ։ Սա բազմաթիվ գործողությունների արդյունքն է։ Սա եւ դա հատուկ դասընթացներ են կյանքի աշխատանքի պատրաստվածության եւ կյանքի հմտությունների, սա եւ մասնագիտական կրթության դասընթացներն են եւ երկարաժամկետ կրթությունն է, որը հաշմանդամություն ունեցող անձին հնարավորություն ստացան ունենալու այս տարիների ընթացքում նաեւ մեր ծրագրի աջակցությամբ, բայց դրա հետ մեկտեղ նաեւ պետական ծրագրերի շրջանակներում։ Սրանք եւ բազմաթիվ իրազեկության բարձրացման միջոցառումներն են եւ աշխատանքն է գործատուների հետ եւ այլն շատ են գործողությունները եւ տարբեր ոլորտներում են, բայց պետք է ձեզ ասեմ, որ աշխատանքի տոնավաճառը կարևոր է նրանով, որ սա այն վայրն է, որտեղ որ անմիջապես կարող են հանդիպել աշխատանք փնտրողը եւ գործատուն, հաշմանդամություն ունեցող անձը եւ գործատուն, եւ շատ հաճախ սա հաշմանդամություն ունեցող անձի առաջին հանդիպումն է գործատուի հետ լինում։ Այո, աշխատանքի պատրաստվածության եւ կյանքի մտությունների դասընթացի ժամանակ մենք սովորեցնում ենք ինչպես գրել ռեզյումե, ինչպես փնտրել աշխատանք, ինչպես խոսել գործատուի հետ, այսինքն այս սկզբնական նախապատրաստական աշխատանքն է տարվում, ստանում են մասնագիտական կրթություն եւ վերջի վերջո նրանք պետք է սկսեն փնտրել աշխատանք։ Ամենալավ միջոցը աշխատանքի տոնավաճառի միջոցով է։ Ինչ աշխատանքներ էին առաջարկում այսօր։ Ոյ, շատ տարբեր, շատ խոհարարից, վաճառողից մինչև բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Այս տարի մենք ունեցանք շատ հետաքրքիր նաև գործատուներ, նաև պետական կառույցների ներկայացուցիչներ, գործատուներ, կենտրոնական բանկներ ներկայացել որպես գործատու, տարբեր կազմակերպություններ, նախարարություններն են գալիս եւ այլն։ Այսինքն արդեն այս տարի մենք բավականին հետաքրքիր տարբերակներ ունեցանք առաջարկվող աշխատանքներում եւ շատ հետաքրքիր եւ ճիշտ հարց տվեցիք դուք իդեպ, որովհետեւ շատ հաճախ ինքը գործատուն էլ մտածում է, ես գնում եմ մի աշխատանքի տոնավաճառի, որտեղ գալու են միայն հաշմանդամություն ունեցողները։ Այսպես թեթև աշխատանքի տեղեր տանեմ, հա, բայց արդեն այսօր աշխատանքի տեղավորվածները, իդեպ տարբեր ոլորտներում տեղավորվածները փաստում են, որ ցանկացած գործատուի համար կարող են բերել նույն տնտեսական օգուտը, ինչ հաշմանդամություն չունեցողը։ Իսկ այս աշխատանքի տոնավաճառների հաջողություն որպես արդյունավետություն, որպես համարվում է կոնկրետ թվերը, թե քանի մարդ գտավ աշխատանք, թե նաև տեղեկությունը, ծանոթությունը, թե շուկան ինչ է առաջարկում, ձեր ասած այդ նախընթաց ժամանակների վերապատրաստման, չգիտեմ, ուսուցման, դասընթացներում ինչ ուղղությամբ կարելի է գնալ, ինչ ուղղությամբ կարելի է մտածել, պատրաստվել, որպեսզի համապատասխաներ շուկայի առաջարկին եւ աշխատանքին։ Հարցի մեջ արդեն պատասխանը կարելի ասել նախանշվեց, քանի որ իրոք այդ բավական անլուրջ կլիներ գործատուների կողմից հենց տեղում աշխատանքի տոնավաճառում պայմանագրեր կնքել, հա, ուղղակի մարդու հետ, որոնք միգուցե առաջին անգամ տեսել են եւ ռեզյումեն կարդացել են եւ մի 5 կամ 10 րոպե շփվել։ Իհարկե կան այնուամենայնիվ մարդիկ, ովքեր ընդունվում են հենց աշխատանքի տոնավաճառների արդյունքում աշխատանքի, բայց շատ կարևոր է, որ ստեղծվում է այդ կապը, որ մարդիկ հարյուրավոր հաշմանդամություն ունեցող անձինք տեսնում են, որ կան ռեալ գործատուներ, որոնք ոչ թե եկել են գովազդվելու, այլ եկել են կոնկրետ ռեալ թափուր աշխատատեղերով, որոնք այդ վահանակների վրա փակցված են, եւ նույնիսկ եթե նրանք չեն գտնում իրենց համարժեք, իրենց հմտություններին համարժեք թափուր աշխատատեղ, նրանք ուրեմն ոգևորիչ է, նրանք հեռանկար են տեսնում, լավատեսությամբ են զինվում եւ որոշ դեպքերում նաեւ հասկանում են, թե ինչ հմտություններ են նրանց պակաս, այսօր ինչու նրանք չհաջողեցին եւ ինչպես անել, որպեսզի վաղը ինչպես աշխատել իր անձի վրա, ինչ հմտություններ ձեռք բերել, որպեսզի վաղը այդ աշխատանքը դառնա իրականություն։ Իսկ ինչն է շահագրգռում կամ ինչը պիտի շահագրգռի գործատուին աշխատանք առաջարկել հաշմանդամություն ունեցող մարդուն
մի երկրում, որտեղ աշխատանքի պակաս կա եւ գործազրկության բարձր մակարդակ։ Նույն հարցին կարելի է հարցով պատասխանել, իսկ ինչն է շահագրգռում գործատուին աշխատանքի հրավիրել հաշմանդամություն չունեցողին այս ծանր պայմաններում։ Բայց այնուամենայնիվ պետք է ձեզ ասեմ, որ այստեղ երկու գործոն կա։ Առաջինը իհարկե այն դրդումն է, այն բարի դրդումն է, որը որ կարող է ունենալ գործատուն։ Սա մեկն է, առաջին գործոնն է եւ մենք չենք կարող սա անտեսել։ Բայց դրա հետ մեկտեղ կան եւս գործոններ, որոնց թվում են պետական ծրագրեր, որոնք կոչված են աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է 11 պետական ծրագիր, որոնց մի գտվեմ ընդհանրապես մի քանիսը գործատուին հաշմանդամություն ունեցող անձի աշխատավարձի մասնակի փոխհատուցում, որը կատարվում է 6 ամիսների ընթացքում։ Ես իմ հարցի տողատակում հենց դա էր, պետությունը պիտի շահագրգռի գործատուներին, որպեսզի գործատուն շահագրգռված լինի հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Կան ծրագրեր, բայց բացի այդ ծրագրերից, բացի նրանից, որ պետությունը նաև աջակցում է աշխատատեղի հարմարեցման գործում, ինչը շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց համար, 2014 թվականի դեկտեմբերին ընդունվեց զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նոր տարբերակ, որով 2015 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում սկսեց գործել կվոտա հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության։ 2015 թվականի հունվարից բոլոր պետական կառույցները, ում աշխատակազմում 100-ից ավել աշխատակիցներ կան, պետք է ապահովեին ոչ պակաս, քան 3% հաշմանդամություն ունեցող աշխատակազմ։ Եվ 2016 թվականից այդ կվոտան պարտադիր է դառնում նաև այլ կառույցների համար, այսինքն բիզնես ոլորտի եւ այլ տեսակի բոլոր կառույցների համար, ոչ, մյուս կառույցների համար սա ընդամենը 1% կվոտան է։ Բայց այնուամենայնիվ պետք է ձեզ ասեմ, որ սա բավականին մեծ աշխուժություն մտցրեց հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ոլորտում, որովհետև այո, այսօր հայտնվեցին կազմակերպություններ, որոնք որ պարզապես հնարավոր է երբևէ եւ չէին լսել այս խնդրի մասին, եւ չէին գործել այս ոլորտում, հնարավոր է մենք էլ չէինք հասցրել երբևէ իրենց հանդիպել եւ ներկայացնել խնդիրը, բայց գոնե օրենքի պահանջը, հա, կվոտան, որը որ իդեպ ժամանակավոր միջոց է, ինչպես եւ ցանկացած դրական խտրականության միջոցառում, հա, խտանեց այս հետաքրքրությունը եւ ես վստահ եմ, որ բերելու է մեր բոլորիս գործելակերպի փոփոխություն։ Իսկ ինչ եք կարծում այդ 1-3%-ը կամ աշխատավարձերի մասնակի փոխհատուցման 6 ամիս ժամանակահատվածը բավարար ցուցանիշներ են, թե կարող էին ավելի բարձր լինել։ Կարող են իհարկե ավելի բարձր լինել, ասեմ, որ նույնիսկ մի դեպքում մենք հետընթաց ենք արձանագրել ցավոք սրտի, որ այդ աշխատավարձի փոխհատուցումը տրվում էր 2 տարի ժամկետով, բայց հիմա ընդամենը 6 ամիս է, որոշ այլ ծրագրեր ավելացել են, բայց ես այնուամենայնիվ լավ է, որ կա պետությունը խթանում է եւ այդ հատկապես փոքր եւ մանր եւ միջին գործատուների համար դրանք բավականին լուրջ գումարներ են։ Միգուցե խոշորներին դրանք այդքան էլ չեն հետաքրքրի։ Բայց բոլոր լինեն դրանք խոշոր թե միջին գերնարկություններ, առաջատար գործատուներ, երևի հետաքրքրվում են միջազգային փորձով եւ ասեմ հետաքրքիր բան, դա միջազգային վիճակագրությունն է փաստում, որ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր աշխատում են, նրանց մեջ արտահոսքը, այդ կադրերի, պես ասած, փոփոխությունը շատ ավելի քիչ է, քան այլ աշխատակիցների մեջ։ Դրա ուղղակի ձեռնտու է գործատուին ունենալ կայուն կադրեր։ Ես չգիտեմ, մեզանում դրա կարևորությունը գիտակցվում է, թե չի գիտակցվում, արտահոսքը շատ եղավ, քիչ եղավ, ի վերջո, չգիտեմ։ Ես դրա համար առաջատար գործատուների համար մի քիչ առաջադեմ մտածելակերպով որոշում կայացողների մասին եմ խոսում։ Բացի դրանից, հաշմանդամություն ունեցող անձի այդ մոտիվացիան շատ հաճախ լինում է ավելի բարձր, քան այլ աշխատակցի։ Ես որ ի սկզբանե հարցրեցի, թե ինչը պիտի շահագրգռի, տողակակում հենց դա էր, որ հասկացանք բարոյականություն, խիղճ, մարդկային արժեքներ, որակներ եւ այլն, չեն կարող մերժել այդ գաղափարները։ Իհարկե չենք մերժում, բայց երբ որ խոսքը բիզնեսի մասին է, խոսքը շահույթ հետապնդելու մասին է, բնականաբար եթե պետությունը շահագրգռում է գործատուին,
2 տարի կամ 6 ամիս բնականաբար ավելի շահագրգիռ կլինի։ Գիտեք, արդեն իսկ մեր փորձը այս ոլորտում ցույց է տալիս, որ դժվարը առաջին քայլ կատարելն է։ Երբ որ գործատուն աշխատանքի է վերցնում 1, 2 կամ 3 հաշմանդամություն ունեցող անձանց, պարտադիր նույն գործատուն էլի անդրադառնում է, դիմում է կամ մեզ կամ զբաղվածության կենտրոն խնդրելով իրեն առաջարկել էլի աշխատակիցներ նաև հաշմանդամություն ունեցողների թվից։ Եվ այսօր մենք շատ լավ գործընկերներ ունենք, որոնք որ ի սկզբանե ընդհանրապես 5 հոգու մասին է խոսքը եղել, որ կարող ենք աշխատանքի վերցնել, կարող ենք տեղավորել, այսօր թիվը հասնում է 25-30 աշխատակցի միայն մի կազմակերպությունում։ Բավականին հետաքրքիր։ Այս մասով աշխատանքի մասով, աշխատանք գտնելու մասով փորձենք ամփոփել։ Ձեր գնահատականը ինչպիսին է, նորմալ պայմաններ են ապահովվում պետության կողմից, գործատուների կողմից, թե դեռ ոչ։ Իհարկե դեռ ոչ, դեռ անելիքները շատ են, մենք արձանագրում ենք լուրջ զգալի առաջընթաց, միևնույն ժամանակ մենք դժգոհ ենք դրա տեպերից եւ ընդհանուր ծավալներից, որովհետեւ ընդհանուր թիվը աշխատունակ տարիքում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց ընդամենը մոտ 8%-ն է զբաղված, այսինքն 90%-ից ավել գործազրկություն մենք նույնիսկ Հայաստանում չունենք։ Հիմա ասենք այդ 90% գործազուրկ հաշմանդամություն ունեցող մարդկանց նրանց սոցիալական խնդիրները ինչպես են լուծվում։ Ես կասեմ, որ այդ դեպքում մենք իմ կարծիքով պետք է հստակ տարանջատում արվի պետության կողմից։ Այն մարդիկ, ովքեր անաշխատունակ են, իսկ կան նաև այդպիսիներ, անկախ նրանից հաշմանդամության խումբ ունեն թե չէ, բայց հաշմանդամություն ունեցողների մեջ եւս կան իրոք անաշխատունակ մարդիկ, իրենց ֆունկցիոնալ խանգարումների պատճառով։ Նրանք պետք է իհարկե արժանապատիվ կյանքով ապրեն։ Ինձ այսօր էլ հենց աշխատանքի տոնավաճառում դիմեցին, ասին, բայ ինչ կլինի թոշակները, ինչ կլինի այդ նպաստները, արդյոք հնարավոր է ապրել մի 18000 դրամով։ Ինչ պատասխանես այդ մարդկանց։ Ով կարող է այդ, միգուցե մեր չինովնիկներին առաջարկենք 18000 դրամով, գոնե 1 ամիս ապրել, իրոք ապրել, որ իր ոչ մի եկամուտով, ոչ մի այլ խնայողություն չօգտագործել։ Բնականաբար այդ կատեգորիայի համար անհրաժեշտ է ապահովել սոցիալական աջակցություն եւ ֆինանսական եւ այլ ռեսուրսային, որպեսզի այդ մարդկանց նորմալ կյանքը ապահովեն։ Իսկ ով որ ունի այդ աշխատանքային ներուժ, ամեն ինչ պետք է անել, սկսած կրթական այդ խնդիրների լուծումից եւ այդ պետական զբաղվածության ծրագրերից, որպեսզի նրանք կարողանան ուղղակի շահավետ գործարք է պետության համար, նրանք կդառնան հարկատու, այսպես ասած, նպաստառուից մի խոսքով թոշակների մասով, հաշմանդամություն ունեցող եւ անաշխատունակ մարդկանց թոշակների մասով իրավիճակը պարզապես ամոթ կարելի է ասել, համեցեք դուք։ Այո, ես ուզում եի ասել, որ մի այլ հետազոտություն, որ նույնպես անցկացվել է լայվ ծրագրի շրջանակներում, արդեն իսկ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում գալիս է փաստելու, որ այսօր հաշմանդամություն ունեցող անձինք այնուամենայնիվ ուզում են լինել Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացին։ Եվ ուզում են իրենց իսկ ջանքերով վաստակել իրենց ապրուստի միջոցը։ Այսինքն չեն ուզում անմասն լինել սրան եւ սпасել միայն նպաստերի։ Եվ մեզ շատ ուրախացրեց այս հարցման արդյունքը, որովհետև հակառակ դեպքում կստացվեր, որ մենք փորձում ենք առաջարկել հաշմանդամություն ունեցող անձանց մի ճանապարհ, որով որ իրենք չեն ուզում գնալ կամ դժվարանում են գնալու, բայց հետազոտությունը ապացուցեց, այո, այսօր հաշմանդամություն ունեցող անձինք ուզում են ունենալ աշխատանք, ուզում են վաստակել գումար եւ իրենք որոշել ինչքան վաստակել եւ ինչքան ծախսել։ Սա շատ եւ շատ կարեւոր է, որովհետեւ սա բերում է նաև ոչ միայն պարզապես գտնեմ աշխատանք մոտեցմանը, այսա կարող է բերել նաև կարիերային առաջադիմության եւ այլն, ինչը չի կարելի մերժել ոչ մեկի համար եւ այդ թվում հաշվարկում։ Մենք խոսում ենք անաշխատունակ մարդկանց, պետությունը այդ առումով բացի թոշակից անհրաժեշտ սարքեր, սայլակներ, պրոթեզներ եւ այլն տրամադրում է, չի տրամադրում։ Ցավոտ թեմա է, տրամադրում է, կարելի ասել ձևական առումով, այո, 3 տարի մեկ օրինակ սայլակներ կամ լսողական սարքեր տրամադրվում են դրանց որակի մասին ավելավ է չխորանանք, որովհետև բավականին տխուր է եւ 3 տարի միանշանակ չեն դիմանում այդ տրամադրված վերականգնողական սարքերը, բայց դրանով չի սահապակում խնդիրները։ Պետական պատվերի շրջանակներում բուժում
նորից թղթի վրա ունենք, բայց փաստացի, եթե ձեզ հետաքրքրում է բուժման արդյունքը, դուք ստիպված եք կողմնակի ինչ-որ վճարումներ կատարել, դեղեր առնել, դեղորայք առնել կամ ինչ-որ լավ վիրաբույժի մոտ վիրահատվելու համար բնականաբար պետք է վճարեք շատ լուրջ գումարներ եւ այդ առումով կարծում եմ պետությունը իր պարտականությունները չի կատարում, լիարժեք չի կատարում։ Այս կարգի մարդկանց մոտ շատ կարևոր է նաև հոգեբանական խնդիրները։ Ձեր ասածից ես արդեն տպավորություն ունեմ, որ հոգեբանական հարթության մեջ որոշակի տեղաշարժ կա, հա, եթե մենք ունեինք ժառանգություն որպես մի իրավիճակ, երբ որ եւ հանրային բացասական վերաբերմունք էր, եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց մասին մտածում էին այդպես, հա, որ չեն կարող աշխատել կամ հնարավոր չի աշխատել։ Հիմա այդ փոփոխությունը կա։ Այո, միանշանակ է, որ այս փոփոխությունը կա, այսինքն բավականին ճանապարհ ենք անցել այս ուղղությամբ, բայց պետք է ասել, որ ծրագրի շրջանակներում այս առանձնահատկությունները չեն անտեսվում, եւ մեր գործընկեր կազմակերպությունների ջանքերով եւ հանձինս հենց Ունիսոն կազմակերպության մասնագետների կողմից անցկացվում են հատուկ դասընթացներ հոգեբանական աջակցության կամ աշխատանքի անցման հոգեբանական ասպեկտների մասին։ Սա նույնպես նախապատրաստում է աշխատանքին, բայց ծրագիրը ունի եւս մի շատ կարեւոր գործոն։ Մենք աշխատում ենք նաև արդեն իսկ աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող անձանց հետ իրենց աշխատանքի առաջին ամիսների ընթացքում ճշտելու, պարզելու, արդյոք ունեն ինչ-որ դժվարություններ, արդյոք կա ինչ-որ հոգեբանական պատնեշ, արդյոք մեր աջակցության կարիքն ունեն։ Աջակցություն ասելով կապ ապահովելու գործատու, աշխատակից եւ մյուս աշխատակիցների։ Դրապես հոգեբանական խնդիրները այստեղ շատ բազմաշերտ են։ Դուք մի շերտի մասին խոսեցիք, կա նաև ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց, այլ այն մարդկանց, ովքեր ի սկզբանե հաշմանդամություն չեն ունեցել, հետո են ձեռք բերել այդ ստրեսը եւ այդ ստրեսին համարժեք հոգեբանական ծառայություններ, կամ այն մարդիկ, ովքեր ոչ թե հաշմանդամություն ունեն, այլ հաշմանդամություն ունեցող ունեն ընտանիքում եւ հանդես են գալիս նրան խնամողի դերում եւ այլն։ Այս կարգի խնդիրները հոգեբանական լուրջ երկարատև ծառայություններ են պահանջում։ Մեր երկրում այդ հարցերը արդյոք ուշադրության արժանանում են մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք իհարկե այդ ծառայությունները տրամադրել, բնականաբար ամեն ինչ անվճար է արվում, բայց այդպես ասել, որ համալիր լուծումներ կան մեր երկրում դեռևս շատ շուտ է, քանի որ պետական այդ ծառայությունները, այդ պետության կողմից տրամադրվող ծառայությունները շատ ավելի մեծ ծավալ կարող են ունենալ, կարող են հասանելի լինել բոլորին, ոչ մի հասարակական կազմակերպություն չի կարող ամբողջ Հայաստանի մակարդակով բոլոր այդ նաև այդ հեռավոր, խուլ գյուղերը, մարզերը, սահմանամերձ գյուղեր, ինչ որ շատ լուրջ աջակցություն ցուցաբերել բոլորին, ավելի շատ կենտրոնանում են մայրաքաղաքի վրա, գոնե խոշոր քաղաքների, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, բայց իհարկե շատ մարդիկ դուրս են մնում այդ աջակցությունից, բայց բոլոր դեպքերում ես ուրախ եմ, որ մենք միասին սահմանել ենք կարծես ճիշտ խաղի կանոնները ոչ միայն խոսքերի, տերմինաբանության, այլ նաև փիլիսոփայության մտածելակերպի առումով, որտեղ հաճախ, գիտեք, երբ որ մարդիկ թվում է, որ շատ լավ բան է ուզում ասել, ասում են, մենք պետք է օգնենք իրենց, մենք պետք է իրենց ընկալենք որպես հավասարին, ու արդեն միանգամից տարանջատում են, մենք իրենք, մենք, չգիտեմ, ճակերտավոր նորմալներս եւ նրանք այդպես, չգիտեմ, ճակերտավոր հիվանդներ եւ այլն։ Մենք եթե այդ մթնոլորտը փոխվի, այդ հոգեբանության հարցերը եւս ավելի հեշտ կլուծվեն եւ մեկ եւս լավ փոփոխություն կա հենց հաշմանդամություն ունեցող մարդկանց հոգեբանության մեջ։ Այլ ասենք ավարտենք արդեն մեր ժամանակը։ Այո, որովհետև առաջ եթե նրանք կարծում էին շատերը, որ գործատուն պարտավոր է նրանց աշխատանքի ընդունեն միայն իրենց ահավոր սոցիալական վիճակի հաշմանդամության պատճառով, հիմա արդեն հասկանում են, որ պետք է հմտություններով, ներուժով աշխատանքին ներկայանան եւ առաջ գնան իրենց կարիերային ձեռքբերումներում։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի Ունիսոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի եւ Save the Children կազմակերպության live ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովայի հետ։ Լավ մնացեք։